Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ես հիմա Գյումրիում եմ, այսօր առավոտվանից այստեղ աշխատանքի էի, դատական նիստեր և իհարկե նաև բողոքարկման գործընթաց, այստեղ վարչական դատարանին ներկայացրել ենք երկու դիմում, կապված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության բողոքարկման հետ, որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես հայտնի է հանրությանը, ոչ թե զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, այլ ընդհակառակը դարձել է մի լավ, այսպես ճակերտավոր, որոշ անձանց ձեռքում գործիք մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Եվ այդ քաղաքական հետապնդման դեպքերից մեկն էլ վերջերս այն եզրակացություններ, որը ընդունվեց, եթե համադրում ենք օրերը, ապա հիշում եք հոկտեմբերի 20-ին այստեղ ես հիմա գտնվում եմ Վարդանանց հրապարակում 7 վերք եկեղեցու մոտ եմ և հենց այստեղ Վարդանանց հրապարակում դուք տեսաք ինչ տեղի ունեցավ, կալանավորեցին, ձերբակալեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և անմիջապես հաջորդ օրը ամիսներ տևած վարույթով մեկ է որոշում է կայացվում, եզրակացություն են ընդունում այդ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, համաձայն որի իբրև թե տեղի է ունեցել շահերի բախում և ինչ-որ սահմանափակումների խախտում է տեղի ունեցել, մինչդեռ նման փաստ ընդհանրապես գոյություն չունի և այդ փաստը հերքելու վերաբերյալ և նաև այդ փաստին հակառակ փաստը ճանաչելու վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացվել վարչական դատարանին և այդ մասին ես ուզում էի ձեզ հայտնեի և նաև պատմեի, թե ինչ է կատարվում Գյումրիում, ընդհանուր առմամբ քաղաքը ապրում է իր բնականոն կյանքով, բայց այնուամենայնիվ գյումրեցիները բավականին նեղսրտված են, որովհետև ըստ էության մեր գյումրեցի հավատացյալները և նաև քաղաքի բնակիչները, ովքեր մշտապես մասնակցում են կիրակնօրյա նաև պատարագին, ասում են, որ եկեղեցին մնացել է առանց իր առաջնորդի պարոն Աճապահյանի, այսինքն Սրբազան Աճապահյանի է մնացել և պատարագները անցնում են առանց նրա մասնակցության և ընդհանուր առմամբ ըստ էության քաղաքացիները իրենց ցավը, պակասը արտահայտում էին, որ Աճապահյանը քաղաքում չէ և Աճապահյանը հանիրավի բանտարկված է, նույնիսկ կային կանայք, ովքեր որ արտասվում էին այս բացակայության համար։ Իհարկե ես փորձում էի մխիթարել, որ բացակայությունը լինելու է ժամանակավոր, այնպես չէ, որ հետ չի վերադառնալու այն ամենը, ինչ որ նրանք ցանկանում են, բայց այնուամենայնիվ քաղաքը նեղված է, քաղաքացիները նեղված են։ Ցույց տամ ձեզ քաղաքը նրանց, ովքեր կարոտում են, սիրում են Գյումրին և ովքեր երբևիցե Գյումրիում չեն եղել, հրաշք մի վայր է և գյումրեցիները նույնպես շատ լավ մարդիկ են։ Ես արդեն բավական երկար ժամանակ է գործի բերումով գտնվում եմ Գյումրիում, ներկայացնում եմ գյումրեցիների իրավունքները, ոտնահարված իրավունքները դատական գործընթացներում, բայց հիմա ամենակարևորը ինձ թվում է, որպեսզի և Աճապահյանը և քաղաքի օրինական ընտրված իշխանությունը իդեմս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ վերադառնան քաղաք և շարունակեն ղեկավարել քաղաքը և քաղաքը գեղեցկացնել, վերականգնել, վերակառուցել, կառուցել, քանդվածը ինչ որ քանդվել, ավիրվել էր, նորից կառուցել, ինչպես կառուցվեց այս մեր հրաշք Սուրբ Ամենափրկիչը, որը երկրաշարժից հետո անմխիթար վիճակում էր, գրեթե ամբողջությամբ կիսաքանդ այդ վիճակը, որը ցավ էր պատճառում մեզ, այսօր մեզ միայն և միայն ուղղակի չգիտեմ ինչպիսի ուժ է հաղորդում, երբ մտնում ես նաև Սուրբ Ամենափրկիչի մեջ, մոմ ես վառում, ուխտերդ կատարվում են, շատ
գեղեցիկ աշխարհին երևի թե գեղեցիկ հրապարակն է, այստեղ որ երկու եկեղեցի իրար առջև են եւ զանգերը երբ խփում են եկեղեցիների, ուղղակի դու հաղորդակցվում ես ամբողջ տիեզերքի հետ եւ այստեղից ուժ ես ստանում, որը կարող ես փոխանցել քո մտերիմներին, քո հարազատներին, բոլոր լավ մարդկանց։ Այստեղից մենք այդ ուղերձը ուղենք եւ սպասում ենք Վարդան Ղուկասյանի վերադարձին իր աշխատասենյակ, որպեսզի շարունակի աշխատել եւ իր աշխատանքով շենացնել Գյումրին եւ մենք էլ ուրախանանք։ Սա է իմ այսօրվա աշխատանքի ամփոփումը եւ հուսով եմ, որ այն բողոքները, որը մենք ներկայացրել ենք, ինչ որ չափով արդեն տեղ են հասել։ Մի քանի օր անց բարեհաճեցին զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ հարցնում էին խափանման միջոցի այն այլընտրանքային խափանման միջոցը, որը ընտրվել է, որի հիման վրա պետք է նաեւ տեղի ունենար կալանքի վերացում պարոն Ղուկասյանի։ Հիմա այդ ուղղությամբ աշխատում են եւ նաեւ ես դիմել եմ միջազգային հանրությանը։ Հիմա սպասում ենք, տեսնենք ովքեր են առաջնահերթ արձագանք մեզ տրամադրելու եւ ովքեր են նպաստելու, որ պարոն Ղուկասյանը վերադառնա իր գործերին։